Ողջույն, ես Մկրտիչ Իսրայելյանն եմ։ Հայաստանի նորագույն պատմության մեջ դժվար է գտնել մի ոլորտ, որը համակարգային կերպով դուրս չի բերվել ազգային վերահսկողությունից եւ փոխանցվել ռուսական պետական կամ կիսապետական կառույցներին։ Դա արվել է ոչ թե մեկ օրվա, այլ տարիների ընթացքում, լուռ, առանց հանրային քննարկման, հաճախ էլ ռազմավարական դաշնակցի մասին բարձրագոչ խոսքերի ուղեկցությամբ։ Այն մարդիկ, որոնց քաղաքական տկարամտության հետևանքով Հայաստանում ռուսական ռազմաբազայի կոմունալ եւ ենթակառուցվածքների ծախսերի զգալի մասը, եթե ոչ ամբողջը դրվեց Հայաստանի հարկատուի ուսերին, նույն հանգստությամբ ռուսական վերահսկողությանը հանձնեցին Հայաստանի գազային ամբողջ համակարգը, այդ թվում նաև հայ-իրանական գազամուղը, որը պետք է այլընտրանք ծառայեր Հայաստանի էներգետիկ անկախության համար։ Նույն տրամաբանությամբ ռուսներին հանձնվեց նաև Հայաստանի էներգետիկ բնագավառի առանցքային հատվածը, ատոմակայանը, ջերմաէլեկտրակայանները, ապա նաև երկաթուղին, փակելով Հայաստանի լոգիստիկ եւ տրանսպորտային զարգացման հնարավորությունը տասնամյակներով։ Այս ամենը արվել է առանց հանրաքվեների, առանց իրավական հաշվետվությունների եւ առանց կարմիր գծերի որևէ հիշատակումի։ Եվ հիմա հենց այդ նույն քաղաքական շրջանակների ժառանգներն ու գաղափարական հետևորդներն են բարձրաձայնում կապիտուլյացիայի մասին այն պատճառով, որ Հայաստանը հայ-ամերիկյան ընկերությունում ունենալու է 26% բաժնեմաս։ Եվ հիմա հարց է առաջանում, այդ երբ դարձավ 26%-ը կապիտուլյացիա, իսկ 0%-ը ռազմավարական դաշնակցություն։ Եթե ռուսական կողմին բոլոր համակարգերը հանձնելը ներկայացվում է իբրև անխուսափելի անհրաժեշտություն, ապա ինչու է արևմտյան գործակցության ցանկացած ձև ներկայացվում որպես ազգային դավաճանություն։ Միգուցե խնդիրը ոչ թե բաժնեմասի տոկոսն է, այլ թե ով է վերահսկում խոսույթը եւ ում շահերն են սպասարկում մեր օրերի ողբասացները։ Իրականում կապիտուլյացիան տեղի է ունենում ոչ թե այն պահին, երբ պետությունը դիվերսիֆիկացնում է գործընկերներին եւ քաղաքականությունը, այլ այն ժամանակ, երբ մեկ երկրի վերահսկողությանն է հանձնվում սեփական էներգետիկան, տրանսպորտային համակարգը, ռազմավարական ենթակառուցվածքները եւ որոշումներ կայացնելու իրավունքը։ Այս թեմայով խոսելիս պետք է վերջ դնել կեղծ բարոյականությանը։ Նրանք, ովքեր լուռ կամ ծափահարությամբ հանձնել են Հայաստանի ռազմավարական գրեթե բոլոր ենթակառուցվածքները մեկ պետության վերահսկողությանը, բարոյական իրավունք չունեն իրենց բերաններում պահելու կապիտուլյացիա բառը։ Կապիտուլյացիան այն ժամանակ էր, երբ Հայաստանը վերածվեց կոմունալ հավելվածի, սպասարկելով օտար ռազմաբազան եւ մենաշնորհները։ Իսկ այսօր կապիտուլյացիայի մասին խոսելը ընդամենը ծխածածկույթ է, սեփական քաղաքական սնանկությունը, պատասխանատվությունը եւ վասալային մտածելակերպը թաքցնելու համար։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։